Հին Հայաստանում պետության ուժը չափվում էր ոչ թե խոսքերով, այլ զորանամակով։ Դա մի փաստաթուղթ էր, որտեղ յուրաքանչյուր նախարարի անվան դիմաց գրված էր նրա հավատարմության գինը, իր տրամադրած ձիավորների թիվը։ Այս համակարգի շնորհիվ հայոց արքան ցանկացած պահի կարող էր ոտքի հանել 120,000 զինվոր։ Որպեսզի կառավարումը հեշտ լիներ, երկիրը բաժանված էր 4 ռազմական ուղղությունների՝ հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան դռների, որոնցից յուրաքանչյուրը հսկում էր 31 հազարանոց մի հսկա բանակ։ Սա միայն զինվորների հաշվառում չէր, զորանամակն ուղղակիորեն կապված էր գահնամակի հետ, որքան շատ զորք էր նախարարը դուրս բերում մարտի դաշտ, այնքան բարձր ու պատվավոր էր նրա գահը արքունիքում։ Այսպիսով, ռազմական ուժը դառնում էր քաղաքական ազդեցության և պատվի երաշխիք, որը դարեր շարունակ անառիկ էր պահում հայոց սահմանները։